Ուղղական հոլովը ռուսաց լեզվի հիմքն է, սակայն ինչու են այդքան հաճախ առաջանում շփոթություններ վերջավորություններում։ Այսօր այդ թեման ես այդպես կբացատրեմ, որ այլևս կասկածներ չունենաք։ Здравствуйте, меня зовут Лариса Бабасян. На этом канале я помогаю вам учить русский язык системно, грамотно и уверенно. Բարև ձեզ, ես Լարիսա Բաբասյանն եմ, այս ալիքում ես օգնում եմ ձեզ սովորել ռուսերեն համակարգված, սիստեմնա, գրագետ, գրամատնա և վստահ и уверенно։ Ուրեմն բոլորս գիտենք, որ ռուսերեն լեզվում գոյություն ունի մужской род, արական սեռ, женский род, իգական սեռ, средний род, չեզոք սեռ, ինչով են դրանք տարբերվում։ Մужской ռոդի գոյականները վերջանում են համարյա միշտ բաղաձայնով, հա, стол, стул, брат, отец, сосед, друг, телефон, да? Սակայն կան բացառություններ, երբ որ գոյականը վերջանում է ձայնավորով, բայց դա մնում է мужской род։ Օրինակ, папа, дядя, юноша, պատանի, да? Дедушка, դրանք վերջանում են այով, ան ձայնավոր է, բայց մնում են мужской род կամ ռուսերեն անուններ, Петя, Петр, да? Петя, Коля, Вася եւ այլն։ Դրանք վերջանում են ձայնավորով, սակայն մնում են мужской род։ Дальше, женский род։ Վերջանում է մեծ մասամբ ձայնավորով, да? Девушка, девочка, мама, сестра, ручка, հա, գրիչ, ручка и так далее։ Բայց կան մի շարք բացառություններ, երբ женский ռոդի գոյականները վերջանում են բաղաձայնով, հիմնականում մягкий знакով, դրանք ճիշտ է շատ են, բայց ընթացքում այդքան կօգտագործենք, որ կսովորեք, կհիշեք, հա? Площадь, հրապարակ, площадь, дверь, дур, дочь, դուստր, печь, печь, հա? Тетрадь, տետր եւ այլն։ Շատ են, կան жизнь, կյանք, тень, շողք, կան, մենք ընթացքում այդքան կօգտագործենք, որ դրանք կհիշեք, ես ձեզ կօգնեմ։ Okay. Дальше, средний род, չեզոք սեռ, հիմնականում վերջանում է օյով կամ եյով, молоко, масло, сердце, окно, հա, եւ այլն, солнце, արև, հա, երկու բացառություն կա, время, ժամանակ, имя, անուն, да? Как твое имя, ինչպես է քո անունը։ Եվ այդպես, հիշում ենք, мужской род բաղաձայնով, женский род ձայնավորով, средний род օյով կամ եյով, իրանց բացառություններով։ Եվ այդպես, ուրեմն շնչավորներին մենք ասում ենք кто, одушевленные, кто, անշունչները что, ручка, что, блокнот, что, телефон, հա? Եվ այլն, кто мама, кто папа, кто бабушка, кто дедушка։ Okay։ Ուրեմն եկեք այսօր միանգամից ստացական դերանուններն էլ պարզենք, հա? Ուրեմն притяжательные местоимения, ստացական դերանուն, հա? Այդ թեմանա, որը միշտ մեր հայրը շփոթում են, հա? Մոյ, մայա, մայո, որ դեպքերում ենք մենք դա օգտագործում։ Եվ այդպես, մենք գիտենք, որ կա 3 դեմք, 3 лица։ Առաջի դեմք, первое лицо, я,
мы, ես, մենք, դե այն որ կա եզակի հոգնակի թիվ, դա արդեն պարզ է, հա? Я, мы, ես, մենք, ты, вы, դու, դուք, դա երկրորդ դեմքն է, ու երրորդ դեմք, он, мужской род, она, женский род, оно я գրվում, оно, средний род, и они, հոգնակի թիվ, նրանք, oni, գրվում ենք oni, ասում ենք ani, հա? Մենք հայերենում ասում ենք հիմնականում նա, պիտի անունը տաս, որ իմանաս աղջիկա թե տղա է, հա? Ռուսերենում on, տղամարդն է, տղան է, она, աղջիկն է, կինն է, оно, չեզոք սեռն է, ani, նրանք, հա, կապ չունի արդեն որ սեռի են, նրանք, ani։ Եվ այդպես, որ դեպքում, երբ որ մենք ուզում ենք ասենք, որ ինչ-որ մի իր պատկանում է մեզ, հա? Առաջի ու երկրորդ դեմքի դեպքում, հա, մենք նայում ենք առարկայի սեռին, այսինքն ռուչկա, женский род, չէ? Առաջի դեմքը եզակի թիվ, моя ручка, կապ չունի ես կին եմ, թե տղամարդ եմ, գրիչնա իգական սեր, женский род, моя ручка, հա? Блокнот, բաղաձայնով է վերջանում, мужской род, это мой блокнот, окно, лուսամուտ, հա? Средний род, моё окно, мой, моя, моё, հա? Ու հոգնակի թիվ, օրինակ, բլոկնոտն ու գրիչը կապ չունի, որ սեռն է արդեն, մայի, հոգնակի թիվը, մայի, да? Дальше, հոգնակի թիվ, մին, դառնում է наш блокнот, мужской род, наш блокнот, наша ручка, հա, մենք ենք հոգնակի թիվ, наша ручкան, եզակի թիվը, հա, ручка, окно, եզակի թիվը, բայց մենք ենք հոգնակի թիվ, ուրեմն наше окно, հա, Дальше, երկրորդ դեմք, второе лицо, երկրորդ դեմք, դու, դուք, նորից մենք նայում ենք մեզ պատկանող առարկայի սեռին, հա? Твоя ручка, տին դառնում է твоя, твоя ручка, твой блокнот, твое окно, քո լուսամուտը, да? Եվ երբ որ երկրորդ դեմքը հոգնակի թիվ է, այսինքն օրինակ երկու հոգով եք կամ հարգանքով ենք խոսում, դուքով ենք խոսում, հա? Մենք ասում ենք ваша ручка, женский род, ваш блокнот, ваше окно, իսկ երբ որ պատկանող առարկանա հոգնակի թիվ, հա, ասենք այս երկուսը դառնում է ваши ручка и блокнот, հա, որտեղ երկու հատ են, հոգնակի են, ваши ручка и блокнот. Дальше, երրորդ դեմքը, երրորդ դեմքի դեպքում, то есть он, то есть, այսինքն, он, она, оно и они, հոգնակի թիվ, они, նրանք, այդ դեպքում մենք նայում ենք դեմքի սեռին, եթե on, հա, արդեն ստեղ կապ չունի, այդ իրը ինչ սեռի է, on, դա դառնում է его ручка, его блокнот, его окно, его ручка и блокнот. Անայի դեպքում, իգական սեր, հա, ասում ենք, էլի կապ չունի, սա ինչ սերի է, ее, она, դառնում է ее ручка, ее блокнот, ее окно, ее ручка и блокнот, да?
ու անո, երբ որ չեզոք սերն է, նա փոխվում է արական սերի նման, էլի մեկա լինում է его, հա? Это окно, սալուսամուտ է, это его тюль, занавес, հա? Его. Եվ հոգնակի թիվը անի դառնում է их, էլի կապ չունի ինչ սեռը, их ручка, их блокнот, их окно, их блокнот и ручка, да? Դե դերևս այսքանը, եթե ուզում եք իմանալ ավելին, անել ավելի շատ վարժություններ, լսել կենդանի խոսք, խնդրեմ համեցեք իմ դասընթացների, до встречи, մինչ նոր հանդիպում, до встречи